ողջ հայության հայացքն է դեպի վաղարշաբաթը, քաղաքական գնահատական պիտի հնչեցնենք, վաղարշաբաթ համայնքի բնակիչը լավ զգում է, որ ինքը անպաշտպան է, ճատտացնում են գլխին, ասում են արա, գնա այսօր հաչա ասա, այս ինչը մեզ պետք է, գնում հաչում է, ասում են, այս ինչը մեզ պետք է, որովե լուրջ բան չէի սպասում նրանցից, ովքեր դագաղներով եկել էին իմ երկիր, եւ մինչեւ հիմա էլ դագաղներով պտտվում են, լինելու է արդարադատությունը, մոռացեք բոլորի խոստումները, ինքներդ նայեք մեր ապրած կյանքին, սիրելի մոլորյալներ, դուք էլ սթափվեք, վաղարշաբաթ համայնքով լինելու է զարթոնքը։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան վաղարշաբաթ համայնքի հայրենիք կուսակցության քաղաքապետի թեկնածու մտավորական Խաչիկ Մանուկյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Սիրով։ Պարոն Մանուկյան, նոյեմբերի 16-ին տեղի կունենա ընտրությունը, եւ այս ամբողջ ընթացքում հետևելով ձեր քարոզարշավին, ոճին, հարցազրույցներին, մի առանձնահատկություն եմ արձանագրել, որ դուք ի պատասխան հարցերի, թե ինչ ծրագրեր ունեք, ինչ անելիքներ ունեք, առավելապես խոսում եք արժեքների մասին։ Եվ ըստ երևույթին համարում եք, որ այս ընտրությունը արժեքների պաշտպանության համար է։ Այդուհանդերձ, որքանով ձեր այդ խոսույթը, ձեր դիրքորոշումը ընկալելի կլինի հատկապես այն մարդկանց համար, որոնց իշխանությունը վերջին տարիներին ագրեսիվ քարոզչությամբ թունավորել է եւ փորձել է ամրապնդել գիտակցումը, որ կարևորը ստամոքսն է, նախ եւ առաջ ստամոքսն է։ Շատ ճիշտ եք նկատել, ես իսկապես արժեքներից եմ խոսում եւ կարևորում եմ արժեքները, շատերը ուզում են ներկայացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները որպես փողոցները ավելանելու, մաքրելու ընտրություն, դա այդպես չէ, այդ համայնքներից է ստեղծվում այն ուժը, որը պիտի հետո միանալով, տարածականություն գտնելով հզոր երկիր դառնա եւ դրա նախապայմաններից էլ այն է, որ կարողանանք այն ուժերին ընդունել, այն ուժերին այդ աշխատանքները վստահել, որոնք իրավմամբ արժեքներին են հետամուտ եւ ոչ թե միայն գալիս են այդ փողոցային աղբի, չգիտեմ, ինչ որ մաքրելու, այդտեղ կան նաև որոշ կենցաղավարություն իրականացնելու համայնքային իմաստով, ես դա կարծում եմ շատ քիչ խնդիր է, սա այն մինիմումն է, որ պիտի չնկատենք էլ, որ անում ենք, եւ չպիտի համարենք, հիմա որ ԿՊ-ն ասում է, տեսեք, ես ասֆալտ եմ անում, ես մանկապարտեզ եմ սարքում, մեծ հաշվով այդ գումարը իրենց հորտնից չեն բերել, այդ գումարը ժողովուրդն է հավաքել, եւ եթե ասենք այդ պարագլուխներին քպեական թվում է, թե բյուջեն նրա համար է, որ ամբողջությամբ կլանեն, մարսեն, չէ, դրա համար չէ, իրենց լավ չեն բացատրել, որ այդ բյուջեն առաջին հերթին, այո, բարեկեցությունը ստեղծելն է, ապահով երկիր ունենալն է, եւ պիտի ամեն ինչ անեն, որ մարդը վստահի իր հաջորդ օրվան, իր ապագային, ինչը սրանց համար մենակ բառը հնչեցնում են դատարկաբանորեն, եւ ես ասեմ, որովե լուրջ բան չէի սպասում նրանցից, ովքեր դագաղներով եկել էին իմ երկիր, եւ մինչեւ հիմա էլ դագաղներով պտտվում են, եւ քանի դրանց այդ մահաշունչը, այդ մահաբերներին դուրս չենք վռնդել, մենք այո, որևէ տեղ չենք կարող, ասենք մասնակիորեն ասել, գիտեք, այս հատվածը ծաղկելու է, ոչ, մենք պիտի կարողանանք ճիշտ գնահատականներ տալ եւ եթե կուզեք քաղաքական գնահատական պիտի հնչեցնենք եւ ասենք, այս ստի կայսրության մեջ որևէ առողջ բան լինել չի կարող։ Ես հիմա այս առիթը նաեւ օգտագործեցի, որպեսզի իմ համայնքի բնակիչների հետ շփվելով նախ իրենց այդ դարդ ու ցավերին ուրեմն տեղյակ լինել, հասկանալ, որ ինչ խնդիրներ ունեն, հասկանում եք հարգելի աշխատող մարդը չի կարողանում իր կենցաղային խնդիրները լուծել։ Մոտենում եմ, մարդը բարուցանք է արել եւ հիմա իր պտուղն է ուրեմն քաղել եւ ուզում է դրանով իր այդ մի տարվա կյանքը ապահովի, որտեղ նա ուրիշ աշխատանք չունի, պարզվում է, որ ազիվ մի ձմեռ է դուրս բերում եւ ստացվում է Իսահակյանի տողերն է ինչեցնում, խեղճ աղքատը դառը դատի, դատարկ նստի է աշխարհ։ Իսկ նրանք, ովքեր զբաղված են այստեղից այնտեղից գումարներ ստանալով, ինչպես Թրամփը նշեց, միլիոնավոր դոլարներ, հարյուրավոր միլիոնավոր դոլարներ ծախսել են, որպեսզի կարողանան գաղափարներով խեղել տվյալ երկիրը, ինչը կարողացել են հաջողությամբ նաև Հայաստանում կատարել, ահա դրանք նստած այդ գրասենյակներում լուրջ գումարներ են ստանում եւ դրանով հանդերձ նաև մեր երկիրն են վերացնում, մեր ազգային արժեքներն են վերացնում։ Պարոն Մանուկյան,
Կարծում եմ կարևոր է արձանագրել, որ օրինակ, եթե քաղաքային տնտեսություն կառավարելու գիտելիք ունի տվյալ մարդը, դա ամենևին էլ առաջնային արժանիք չէ։ Շատ ավելի կարևոր է ունենալ բարոյական, էթիկական սկզբունքներ, որովհետև եթե գիտելիքներ ունեցող մարդը չունի կարևորագույն սկզբունքներ, ինքն ավելի վտանգավոր մարդ է դառնում, ինչի օրինակը մենք բազմիցս տեսել ենք։ Լրիվ համաձայն եմ եւ սրա տիպիկ օրինակ կարող եմ նաեւ այսպես բերել, որ եթե մեկը գիտական մեծ մտքի տեր է եւ կարողանում է ստեղծել, ասենք, ռազմարտունաբերության մեջ առաջնային անհրաժեշտության զինամթերքներ, բայց ծառայում է իր գիտությամբ մեր թշնամուն, ում է պետք դրա գիտելիքները։ Իհարկե մենք պիտի այստեղ նայենք, որ մեր ազգին ծառայելու խնդիրը առաջնային պիտի դարձնենք։ Ես պարբերաբար հնչեցնում եմ, որ աշխարհի արսենալի մեջ հայ միտքը կա, ցավոք սրտի մեզանում այդ մտքը բացակայում է։ Մենք չենք կարողացել մեր գիտելիքները մի անգամ էլ մեր ազգի համար, մեր երկրի, մեր պետության համար ծառայեցնել, ինչը կարծում եմ հիմա շատ անհրաժեշտ է, որովհետև աշխարհը խոսում է ուժի դիրքերից, եւ մենք ինչքան էլ փորձենք ասել, դե գիտեք, սա Վաղարշապատ համայնքի Վաղարշապատ համայնքի բնակիչը լավ զգում է, որ ինքը անպաշտպան է, որ ինչքան էլ մենք փորձենք այդ քաղաքը գեղեցկացնել, անգամ իր սոցիալական խնդիրները լուծել ամբողջությամբ, մեկ է, ինքը անպաշտպան է, ինքը պատրաստվում է հեռանալ երկրից, որտեղ ինքը շարունակություն չի տեսնում, եւ սրան արդեն այս Ալիևի հոխորտանքներին միանում է Էրդողանի հոխորտանքները, որ ինքն էլ հարցեր ունի սահմանային Հայաստանի հետ, դե ստացվում է ինչ-որ մի անտերության ենք մատնել, մեր երկիրը, մեր դիվանագիտական միտքը կաղում է, որևէ կերպ առողջ որևէ ընթացք չի նախանշում, դե հիմա այս անկարող դիլետանտներին վերել են եւ սրանցով ուզում են երկիր ունենալ, իշխանություն ունենալ, որը ազգային շահերը հետապնդելու իհարկե չի կարող լինել, սրանք չեն տիրապետում։ Այստեղ մի բան էլ ասեմ, ինձ զարմանալի է, այդ էներգիան, որ ծախսում են իրենց սուտը, կեղծիկը, պարտությունը արդարացնելու համար, եթե ծախսեին երկիրը շենացնելու համար, գուցե ինչ-որ բան ստացվեր, բայց սրանք գնում եւ ամեն օր մտածում են ինչպես արդարացնեն հերթական սուտը, ինչպես կարողանան այդ տեխնոլոգիաները կիրառելով հերթական անգամ խաբել մեր բնակիչներին, այդ թվում եւ Վաղարշապատ համայնքի բնակիչներին, որպեսզի կարողանան վերարտադրվել։ Հույս ունեմ, որ արդեն շատ բան տեսանելի է դարձել մարդկանց համար եւ ես չեմ ուզում այն հուսալուկությունը, որ մարդկանց մոտ տեսա տարածական լինի։ Ես ուզում եմ ուժ գտնենք, բոլորս մեր մեջ ուժ գտնենք, պայքարենք, մեր աչքի առաջ տեսնում ենք ինչ է կատարվում, հողը մեր ոտքի տակից քաշում են իսկապես։ Պարոն Մանուկյան, դուք պայքարելու մասին եք խոսում, տեսեք, նաև հետաքրքիր նահատական եք հնչեցրել ասելով, որ այս ընտրությունը ոչ թե ձեր փորձությունն է, այլ ձեր համաքաղաքացիների։ Այ որքանով են համաքաղաքացիները պատրաստական պայքարի մասնակցելու, պաշտպանելու իրենց քվեն, որովհետև կա հստակ գիտակցում, որ հանկարծ եթե ԿՊ-ն այս կամ այն կերպ, այս կամ այն գնով հաջողության հասնի Վաղարշապատում, ապա այդ ընտրության հաջողությունը, այդ քվեները ներկայացնելու է իբրև համաձայնություն եկեղեցու դեմ իր քաղաքականության։ Ասեմ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մտավորականների հիմնական այն հատվածին, ովքեր իրենք են մոտենում եւ պատրաստական են իրենց աջակցությունը ցուցաբերել, նրանք իհարկե խորությամբ հասկանում են, որ կան արմատական հարցեր, որոնք շրջանցել չի կարելի։ Եվ եթե ծրագրերով միայն առաջնորդվենք, բոլորի ծրագիրն էլ կարծում եմ ներկայանալի է լինելու։ Մեր ծրագիրը կազմել ենք մարդկանց հետ, ուրեմն հանդիպումների արդյունքում մինչև ընտրությունները սկսվել է, ես փորձեցի համակարգել այն խնդիրները, որոնք գոյություն ունեն եւ առաջնայնությունը տալ այն խնդիրներին, որոնք իսկապես էլ կարևորագույնն են եւ դրանք լուծելու ենք, այնպես չի թե ես գալիս եմ եւ քաղաքական մոտիվի մոտ գերակշռում եմ, ոչ, ես պարզապես հասկանում եմ, որ դրանց գլոբալ իմաստով լուծումները պայմանավորված է, այո, հեռացնելով ստախոսներին, պարտության սիմվոլներին, մենք վերջապես պիտի աշխարհին ցույց տանք, որ մենք հաշտված չենք այն ամենի հետ, ինչ հիմա մեզ հետ կատարվում է։ Այս պարտությունը զորով մեր վրա ուրեմն բերել են եւ բարդում են այս իշխանությունների միջոցով, որոնք օտարի շահեր սպասարկողներն են։ Դուք հիմա եկեղեցու պահն եք շեշտում, ես ասեմ, որ այս առումով արդեն ողջ հայության հայացքն է դեպի Վաղարշապատը, որովհետեւ կարողանալու է Վաղարշապատցին այսօր պահպանել այն, ինչը հայության համար առանցքային նշանակություն ունի, ինչը դարերով եկել է, ժառանգել ենք եւ հիմա այս ուրեմն պարագլուխները ամեն կերպ ուզում են
ջնջել նաև այդ էջը, մի առիթով ասել եմ, սրանք վերացնելով հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը մեզանում փորձում է ստեղծել մի նոր աղանդ, կար կյանքի խոսք, սա ստեղծում է մահվան լռություն։ Ինչու մահվան լռություն, որտեղ շարունակություն չենք ունենալու։ Մենք շարունակություն չի, սա վերջիությունն է։ Եվ այն ինչ կատարվում է մեզանում, եւ այն, որ սրբազաններին կալանավորելուց հետո մենք լռեցինք կամ համապատասխան աղմուկ չբարձրացրեցինք եւ պահանջատեր չդարձանք մեր ազնվազարմ հայերին, հայրենակիցներին ճիշտ դատավարության ընթացքի համար, անգամ դատավարություն բառը չի սազում կիրառել, այդտեղ խոնարհում պիտի ունենային սրբազանների հանդեպ, բայց քանի որ մենք գործ ունեինք մարդկանց հետ, ոմանց հիմա չեմ փորձի այն գնահատականը տալ, ինչին իրանք արժան են, ես ընդհանրապես մեղմ եմ հնչեցնում, բայց հիմա ինձ շատ անգամ ասում են, դե գիտեք այդ դուխով տրյապկա եք ասում եմ, ինչ ասեմ, ուրա դրանց դուխով կեպիները, դրանք մեզ էին ցույց տալիս, երբ տեսան Էրդողանի ստվերները համապատասխան տեղը խցկեցին, եւ հիմա դրանք այդ դուխով անգոյությունները գնում են եւ սրբազաններին են տանում մեկուսացնում, այն սրբազաններին, որոնք ամեն ինչ արել են ազգի համար, պետության համար, շեշտում են պետություն, որովհետև սրանք որպես քանդարարներ են ներկայացնում այն մարդկանց, ովքեր ամբողջ իրենց գործնեությամբ, ծավալած գործնեությամբ, փաստերով ծառայել են իրենց ազգը զորացնելու, պետությունը հզորացնելու, եւ Բագրատ Սրբազանը, եւ Միքայել Սրբազանը հոգեվորականների այն տեսակն են, որոնց իսկապես հավատում էր հայությունը, նրանք, ովքեր մեկ անգամ գոնե շփվել են, բայց կան նաեւ սրբապիղծներ, որոնք պատրաստ են անվանարկելու, դրանք պիղծ ծնունդներ են, պիղծ, ես վստահ եմ, որ դրանց ծնողները, եթե երկրի վրա են նզովում են անընդհատ նման ծնունդներ տալու, որտեղ դրանք ազգային պատկանելությունից դուրս են, բայց նաև մարդու արժե համակարգից են դուրս, դրանք չարքապատկան գոյություններ են, եւ պիտի ասեմ, այդ գրառումները, որ ես կարդում եմ սրբազանների հասցեին արվող, պիղծ բառն է քիչ, ուղղակի եթերային չէ այն գնահատականները, որոնք պիտի հնչեցնենք, եւ եթե առաջի դեմքով է կատարվում այս ամեն ինչը, իսկ նա ասել է, այդպիսի դատավոր կա, որ առանց իմ ցանկության ինչ որ մի որոշում կայացնի, բոլորը իր ափի մեջ են, այսինքն չարքապատկանի հետ գործ ունենք, չարքապատկանը, այս ստի կայսրությունը կերտող չարքապատկանը որևէ լավ բան անել չի կարող, հերթական անգամ մոլորեցնելու է, հերթական անգամ աշխատելու է հեղինակություն վայելողներին մեկուսացնել, որպեսզի կարողանա վերարտադրվել, դա է միակ հնարավորությունը իր լինելու, արդարադատությունից խուսափելու, իսկ ես ասել եմ, որքան էլ հետաձգվի, լինելու է արդարադատությունը եւ իրենց կատարած ոճրին համապատասխան պատիժ են ստանալու, եւ իմ համայնքում վաղար շաբաթում խաբված բնակիչները մտածելու են, մենք այս ինչ կուսակցության ենք սատարում, միթե սրանք այդ ման ու ավեր բերողներն են, որոնք շարունակաբար ուզում են նախկինների, մյուսների վրա այդ ամեն ինչը բարթել եւ իրենց դուրս թողնել, բայց չէ որ իշխանությունը իրենց ձեռքում է, եթե իրենց հնչեցրած հանցանքները իսկապես եղել են, վայ ողորմելիներ, ձերն է իշխանությունը, բայց գնում եք արդար մարդկանց եք դատում, բայց մեկին դատեք, մենք էլ տեսնենք, լսենք, որ ասենք, տեսեք մեր ազգի հանդեպ դավաճանություն է եղել, այս գոյանքներն էլ գտան ու դատեցին, չկա նման բան, սրանք այնպես են խոսում, կարծես ընդդիմություն են եւ ընդդիմության դիրքերից, մոռանալով, որ այդ ամբողջ աթոռները զապտել են եւ այս ժողովրդի գումարը մսխելով, պետբյուջեի գումարը մսխելով, այս ժողովրդի դեմ են ծառայում, օտարի շահերն են սպասարկում։ Պարոն Մանուկյան, դուք ասում եք Փաշինյանը մահվան լռության աղանդ է ձևավորում, ցավոք շատ շատերը հենց իրենց լռությամբ են աջակցում Նիկոլ Փաշինյանին ձևավորել եւ զարգացնել այդ աղանդը, այդ քաղաքականությունը առաջ տանել։ Եվ երբ դուք մտավորականների մասին եք խոսում, երեք հանրային հեռուստաընկերությամբ մի ռեպորտաժ էր, մանիպուլյատիվ ռեպորտաժ, անթույլատրելի ռեպորտաժ եկեղեցու մասին, եւ այդ ռեպորտաժում խոսում էր նաեւ բանաստեղծ Հակոբ Մովսեսը։ Իր ներկայությամբ եւ իր խոսքով հաստատելով, որ ինքը աջակցում է եկեղեցու դեմ տարվող քաղաքականությանը։ Ես իհարկե չեմ կարող գնահատել իր տաղանդը որպես բանաստեղծի։ Ինչ լավ, տաղանդ բառը խնդրում եմ անեք ամոթ է։ Համենայն դեպս ես Հակոբ Մովսեսի հրաժարվեմ իմ այս դիրքերից գնահատական տալ։ Միջակցությունից ցածր ինչ որ մի բան է, խզբզող։ Բայց ես կարող եմ գնահատել իր դիրքորոշումը իբրև քաղաքացի եւ իբրև մտավորական։
Եվ ուղղակի կուզեի ճշտել, երբևէ հնարավորություն ունենալ իմանալու, արդյոք Հակոբ Մովսեսը կարդացել է Ժուլիեն Բենդայի «Մտավորականների դավաճանությունը» գիրքը։ Ես հիմա ուզում եմ բան ասեմ, դուք հիմա Հակոբ Մովսես ներկայացրեցիք որպես մտավորական բանաստեղծ, այդ երկուսն էլ բացակայում են, եթե բանաստեղծը, եթե մարդկանց ասեք միտող ասեն Հակոբ Մովսեսից, իհարկե չեն կարող, ինքը Հակոբ Մովսեսիկ է գրականության մեջ, դրան նոնսենս էր ասում Դավիթ Հովհաննեսը եւ ինքը ընդունում էր իր նոնսենսությունը, ինքը որևէ կերպ չկար։ Հիմա այս մարդուն վստահել են, լափաման են տվել, ճատացնում են գլխին, ասում են արա, գնա այսօր հաչա ասա, այս ինչը մեզ պետք է, գնում հաչում է, ասում է, այս ինչը մեզ պետք է, հիմա ճատացնում է գլխին, ասում է գնա արա Հակոբ Մովսեսիկ, ասա որ այդ ինչն է, եկեղեցու դեմ ենք պետք է լինենք, այո դա ճիշտ է, հիմա գնում ասում է, հիմա հաջորդ պահին որ Նիկոլը ճատացնի դրա գլխին, ուզում եմ պատկերավոր երևա, դրա համար ճատացներով եմ ասում, կգնան լափամանի մոտ կլինեն եւ այդ լափը, որը բավականին լուրջ լափ է, մենակ այն չի, որ ասեն կարողանա ասենց բերանը առնի եւ այդ պահին չկլանի, չէ, նա կարողա իրպես էլի բուծի եւ այս երկրին վնաս տալով շարունակի իր ներկայությունը ունենալ, մսխելով բյուջեն, այդ Նիկոլիկը, որ ասում էր, այս բաները փող մուծող, այդ մուծում են ինչ անեն, Հակոբ Մովսեսներ է սպաղում, տալիս է 100,000-ավոր դրամ, որ ինչ է անում դա, այդ հերթական դավաճանությունը իմ ազգի, իմ երկրի դեմ, դա երբեք էլ չի եղել գրողների միության կազմի ներկայացուցիչ, ինչ իմաստով, ինքը հայտարարել է, որ դա ավելորդ կառույց է, բայց ես այդ գնում էի նախագահության նիստերի, տեսնում է ինձանից շուտ է ասել, այսինքն եթե մի սրիկա կարողանում է հայտարարություն անել եւ ինքը իր հայտարարությունը մերժել, դա ինձ համար սրիկա է, սրիկաների սրիկան է, դա հիմա այդ սրիկայի անունով եթե մենք փորձենք խոսել, դրա արարմունքը ուրեմն ներկայացնել, ես շատ կուզեմ, որ մեր ժողովուրդը հասկանա, որ այդ ամեն մարդ, որ նստում է եւ ուզում է, նա ուզում է ընդհանրապես Նիչեի պատկերը ստանալ, այդ դեղեր, մեղեր, այդպես անում է, որովհետեւ այդ խաբուսիկությունն էլ կիրառի, որ ինքը իրենից բան չի ներկայացնում եւ եթե մենք ասում ենք գիտեք ինքը սա է ուզեցել ասի այդ իր չկայացած պոեզիայով է սրանը սա ներողություն պոեզիայել ասում եմ խզբզանքներով էսա ուզեցել ես Ֆելիքս Մելոյանը մի անգամ մեր մեծ գրականագետներից էսից բան ասեք դուք ինչ եք անելու գնալու եք բոլոր ընթերցողների դուրը ծեծեք ասեք ինքը սա էր ուզում ասել հետո ասի հիմա էսա ստացում հիմա այդ ստակոլոր գոյանքներին բերում եւ որպես ցուցանք ներկայացնում են դրանք չկան դրանք գետնաքարշություններ են, որոնք ճշմարիտ գրողները տրորելով ասում են, որովհետև դրանք ինքնակամ գալիս փրվում են հայ գրականության տաճարի շեմին։ Ես իհարկե շատ կուզեի, որ դուք ցավ չապրեիք եւ ստիպված չլինեիք այսպիսի վրդովմունքով խոսել, այն կորուստը ողբերգությունը, այն ցավը, որի միջով դուք անցնում եք, կարծում եմ դա նաեւ մարդկային չէ, այդ ցավը։ Դա հերիք չէ Նաև կան որոշակի շրջանակներ, որոնք անպայման թիրախավորում են մարդկանց, որոնք հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվելու։ Եվ իրենց ամենևին չի զսպում այն հանգամանքը, որ այդ մարդը զոհված զինվորի, իր կյանքը հայրենիքին նվիրաբերած զինվորի հայր է։ Գիտեք, եթե սրանք այս քպեական պարագլուխները իշխանությունը խաբեությամբ զավթածները եւ իրենց այդ շնիկները մյուսները որոնց կան որոնց անուններից այսօր նշեցինք եթե սրանք չփոշիացնեին այդ հերոսական էջը ես կհամարեի որ այն ինչին այս քաջերը միտվեցին գնացին իրենց կյանքից բարձր արժեք գտան եւ իրենց զոհաբերումը ուղղված էր նրան որ իրենց հայրենակիցները արժանապատիվ կերպով ապրեն այս մոլորակի վրա որ իրենց պետությունը հարատևվի, որ հայ հասկանա, որ ինքը հզոր ներկայություն ունի եւ չի եկել սրան առած ծնկելու, խոնարհվելու, եկել է ինքնիշխան երևույթ որպես Այս դեպքում ես իհարկե կշարունակեի գրական իմ գործը միայն, բայց ես տեսնում եմ, որ փոշիացնում են այդ էջը եւ իրենց այդ կեղծ մտավորականներ, որոնց լափամանի շուրջ կապել են, դրանցից որևէ մեկը հերոսապատումից չի խոսում։ Դրանցից որևէ մեկը չի անդրադառնում այն հերոսական էջին, որը մեր զավակները կերտեցին։ Սրանք հաղթականություն չեն կրում իրենց մեջ։ Սրանք պարտության սիմվոլներն են, պարտություն կրողներն են եւ մի առիթով ասել եմ, երբ ոչխարը առաջնորդ ուրեմն կրկնել եմ իհարկե խոսքերը մեր կացը մակեդոնացին ասել է անդրադարձել է նաև Նապոլեոնը ոչխարը առաջնորդում է
Արյուծների բանակին արդյունքը լինում է սա, պարտությունն է լինում, եւ այն հաղթականությունը, որ մեր տղաները իրենց մեջ կրում էին, դավաճանվեցին, հենց նաեւ այն փաստերով, որ ասենք այդ վերջին նախավերջին օրեր զինամթեր ստացավ առաջնագծում կռվողը, սա ինչ է ստացվում, որ այդ գերագույն գլխավորը, որը բունկերներում լակելով հորջոն ինչ-որ բաներ էր հոխորտում, սա իրանից ոչինչ չի ներկայացնում, սա այդ բնագավառում էլ էր դիլետան, նա միայն մի տեղ է պրոֆեսիոնալ ստախոսության մեջ, կեղծիքի մեջ, խաբեության մեջ, եւ իհարկե մենք ձայն պիտի բարձրացնենք, որովհետեւ ես չեմ կարծում, որ իմ ժողովրդի, իմ երկրի, իմ ազգի կյանքը այլևս ավարտվում է եւ մենք վերջին էջն ենք փակում, որքան էլ որ դաժանաբար տեսնում ենք, որ Մոնտեի այդ գուշակումը կարծես թե սրանք այս քպեական պարագլուխները փորձում են կյանքի կոչել, փակելով Արցախի էջը մենք պատմության վերջին էջն ենք փակում, հայոց պատմության այս արյունաբերներն ու մահանաբերները իրենց պատիժը ստանալու են եւ դա լինելու է զարթոնքի սկիզբը մեր ազգի եւ ես վստահաբար ասում եմ երբ այն օրը բոլոր հանցագործները այս հանցախումբը դավաճանախումբը լրտեսախումբը եւ Էրդողանի յետիմները Սորոսի ճատերը բոլոր նրանք ովքեր իմ երկրի դեմ իմ ազգի դեմ գործեցին եւ պիտի նորից շեշտեմ իմ համայնքի բնակիչներին որովհետեւ ես նրանց անընդհատ բացատրում եմ դուրս եկեք այդ հիպնոսից եթե դուք մնում եք հիպնոսի տակ մենք միասին չենք կարող մի լավ բան ստեղծել մենք միասին կարող ենք եթե ստիկ այսրությունը մերժելով դուրս գանք եւ ճշմարտության հետ առերեսվենք հակառակ դեպքում այդ ստի մեջ մենք էլ կգնանք կկործանվենք կգլորվենք եւ այս պահականորեն ինչ որ մի լափի համար կծախենք ազգ ու հայրենիք Երբ դրանց կանգնեցնենք արդարադատության առաջ դա հենց զարթոնքը կլինի, սկիզբը կլինի, իսկ այդ օրը լինելու է, օր առաջ ուզում եմ մեր սրբազանները ազատության մեջ լինեն, մեր ժողովուրդը գիտակցի, որ բոլոր նրանք եւ սրբազանների համախոհները, որոնք հիմա նրանց հետ կալանավորված են, ազգային ժողովի падգամավորներ, համակիժներ եւ Լիդիան այն աղջիկը, որը գիտենք, որ ծիծաղ է գալիս մարդու, որ ինչպես կարող է հանցանք նրա վրա բարտել, այն դեպքում որ ես տեսել եմ ինչ աշխատանք էր տանում մեր երեխաներին կրթելու համար, ծրագրելու համար, սրբազանի բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար եւ հիմա նրանք կալանավորված են եւ այս հանցախումբը, այս արնախումբ դավաճանները ազատության մեջ են եւ դեռ ուզում ենք երկիր ունենանք, շարունակություն ունենանք Երեխաներին կրթելու մասին խոսեցիք, հատկանշական է, որ ձերբակալվեց ԿՊԱ-ական տնօրեն դպրոցի եւ հատկանշական է, որ այս իշխանությունը, որ անընդհատ թմկահարում էր, թե նախկինում դպրոցի տնօրենները պարտադրված են եղել քաղաքականությամբ զբաղվելու, ձայներ հավաքելու, հիմա իրենք լավագույնս դա կյանքի են կոչում եւ իրենց օրոք առավել քան դպրոցների տնօրեններ մենք տեսնում ենք ակտիվ դեմքերի ներգրաված են այդ procesներում եւ ամենացավալին է, որ այդ մարդիկ փաստորեն ուղենիշ են սահմանում կրթական հաստատությունների համար, դա ամենացավալին է եւ երբ դուք զարթոնքի մասին եք խոսում, որպեսզի զարթոնքը լինի, նախ կարեւոր է, որ համայնք առ համայնք մերժեն այս իշխանությանը։ Պարոն Մանուկյան, ավարտին դուք ինչ սպասում, ինչ արդյունքի եք սպասում այս ընտրության ավարտին եւ քարոզարշավի սկզբին դուք հրավիրեցիք ընդդիմադիրներին խաղի կանոններ որոշել միմյանց հետ հարաբերություններում։ Որքանով ստացվեց, որովհետև շատ կարևոր է այս լոկալ համայնքային ընտրությունում ապացուցել, որ ընդդիմադիրները կարող են խաղի միասնական կանոններ սահմանել, դրանք հարգել, որովհետև դրանք կարող են իրականում փորձ լինել մեծ համապետական ընտրություններից, առաջի վերջո ապացուցելու, որ ընդդիմությունը կարող է միասնաբար խաղալ։ Այո, նախ անդրադառնամ այդ տնօրենին, ես ասեմ, որ ԿՊ-ի պարագայում սրանք, որ կոռուպցիայի դեմ պայքարից էին խոսում, նույն արևմուտքը, որը սատարում էր այս գոյանքներին, հայտարարեց, որ սրանց օրոք կոռուպցիան աննախադեպ չափերի է հասել։ Այսինքն տեսեք, սրանց տերերը անգամ չկարողացան կոծկել այն կոռուպցված վիճակը, որը ԿՊ-ում կա։ Եվ այդ տենդերները, որ շահում են, դա ինչ որ մի չնչին բան էր այդ ամբողջի դեմ, բայց նաև այո, դուք ճիշտ եք, նրանք ինչի դեմ պայքարում էին, հիմա իրենք ավելի շեշտակիորեն են այդ ամենը կատարում եւ
եւ անվախ կկալանավորեն, հետո բաց կթողեն, չգիտեմ, ինչ-որ բան, որտեղ իրենց ՔՊ-ն է, իրենց հանցագործն է, իրենց սեփականն է, իրենց ստին ու կեղծիքին ծառայածն է։ Իսկ համայնքի բնակիչներին ես գիտեք ուզում եմ մի բան ասել, նախ ուզում եմ թոթափվեն այդ ամեն ինչ խցկեցին իրենց ականջները։ Այսօր երբ գալիս էի ճանապարհին, մեկը ինձ ասում էր հանդիպումների մեկի ընթացքում, ասի ուղղակիորեն խոսեք ձեր արածից, դուք գալիս եք կանենք էս, կանենք, հələ ձեր արածից խոսեք, տեսնենք ձեր արածը ինչն է եւ դուք կարող եք այս անել, այն անել։ Ես ուզում եմ, այո, այն ինչ իրենց ունկերը լցրեցին, ձերբ ազատվեն։ Ես շատ ուզում եմ, որ վաղար շաբաթ համայնքի խոշորացված համայնքի բնակիչները, գյուղական համայնքի բնակիչները, բոլորը քաղաքաբնակները մի հատ ազատվեն, ով չգիտեմ, բարեկամներ, ով ազգակիցներ, ով ինչպես է կարողացել խոստանալ անել, հավատացեք, ուրեմն նժարին մեր հայրենիքն է, որը անգին է, որը չի կարելի ինչ-որ բանի հետ փոխել, գնահատանք տալ, դա կյանքից վեր արժեք է, մեր երկիրը, մեր պետությունը, մենք պիտի կարողանանք ինքնիշխան կերպով շարունակել ապրել եւ դիմելով վաղար շաբաթ համայնքի բնակիչներին ասում եմ, մոռացեք բոլորի խոստումները, ինքներդ նայեք մեր ապրած կյանքին, մենք հասուն մարդիկ ենք, այստեղ երեխաներ չկան, դուք լավ գիտեք, թե ով ինչի է ընդունակ եւ այս պահականորեն ընտրություն չկատարեք, դա մի օրվա համար չէ եւ նորից կրկնեմ ողջ հայության հայացքը այսօր ուղղված է մեր համայնքին, որովհետեւ այստեղ հոգեվոր կենտրոնն է եւ ԿՊ պարագլուխները չեն թաքցնում իրենց մեծ ախորժակը երկիրը վերացնելու ճանապարհին խժռել նայot հայոց եկեղեցին, այն ավանդները, որոնք մենք ունեցել ենք, գնալ կարգալույցների հետ, պատարակներ մատուցել, այն գոյանքները, որոնք ամբողջական պատարակ երբեք չէին գալիս, չէին լսում, հանկարծ այդպես որոշեցին։ Այն գոյանքները, որոնք գնում են Հռոմի պապերի թաթիկներն են պատճում, այն դեպքում, որ բավականին պատմություններ կան, շատերին հայտնի գալիս են եւ փորձում են անվանարկել հայոց վեհապարին։ Այն վեհապարին, որը գոնե վաղար շաբաթ համայնքի բնակիչները տեսել են, շինարարական ինչ մեծ գործունեություն է ծավալել եւ փոխանակ այդ ամենը տեսնելու դուք սրանց խոսքերին եք հետամուտ դառնում, գերի եք դառնում, սրանց հիպնոսի տակ մնալով դուք դուրս եք գալիս մեր մեծագույն արժեքների դեմ։ Ես սիրելի մոլորյալներ, դուք էլ սթափվեք։ Ես գիտեմ, որ բոլորը չեն մոլորյալներ, բայց կան, սթափվեք, հասկացեք, ձեր պապ ու տատերից, ձեր հոր ու մորից, ժառանգածից ավելի թանկը չկա։ Դա մեր երկիրն է, մեր եկեղեցին է, եւ տղաները, ովքեր կյանք տվեցին նաեւ իրենց եկեղեցու համար, նրանք էլ տեսնում էին, որ կլինեն նաեւ թերացումներ եւ հոգեվորականների կյանքում, բայց նույն հոգեվորականները ասում են, աղոթեք դուք էլ մեզ համար, որ մենք էլ սխալներ չգործենք, մարդ ենք, սխալական ենք եւ միայն ԿՊ-ն է իրեն ցույց տալիս, թե ինքը ամբից է, այո ամբից է որպես չարքապատկան, որպես չարքապատկանների որջը, մենք պիտի կարողանանք միասին վերացնել այդ որջը, մենք պիտի կարողանանք ծաղկեցնել մեր երկիրը, վաղար շաբաթ համայնքով լինելու է զարթոնքը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։